Սա է այն, ինչին դու արժանի ես, անարժան ծերուկ։ Հիմա ինքդ զբաղվիր դրանով։ Ասաց որդիս, Ռոմանը։ Նախքան մեքենան նստելը եւ ինձ թողնելը փայտամածի մեջ գտնվող ճաքճքած պատերով եւ փլուզված տանիքով քանդված տան առջև։ Ես դեռ հիշում եմ նրա արհամարանքով հայացքը հետևի հայելու մեջ, կարծես ես բոմժ լինեի, որից նա որոշել էր ազատվել։ 3 օր անց նույն որդին 45 անգամ անընդմեջ զանգահարեց ինձ, հուսահատորեն գոռալով հեռախոսի մեջ. «Հայրիկ, ինչ ես արել»։ Բայց արդեն ուշ էր որևէ զղջման համար։ Իմ անունը Ասատուր Պատկանյան է։ Ես 74 տարեկան եմ, եւ պատմությունը, որը պատրաստվում եմ պատմել ձեզ, ցույց է տալիս, թե ինչպես երբեմն որդին կարող է ավելի դաժան լինել, քան ցանկացած անծանոթ, եւ ինչպես կյանքն անսպասելիորեն ամեն ինչ իր տեղը դնում է։ Ես ծնվել եմ Երևանի մոտ գտնվող մի փոքրիկ գյուղում, պարզ, աշխատավոր դասի ընտանիքում։ Հայրս մեքենավար էր, մայրս դերձակուհի տեղական դերձակարանում։ Մանկուց ես սովորել եմ, որ այս կյանքում ունեցած ամեն ինչ վաստակվում է քրտնաջան աշխատանքի միջոցով, եւ ամենակարևորը արժանապատվորեն։ Ես մեծացել եմ շրջապատված դաշտերով, մեքենաներով եւ աշխատանքային գործիքներով։ Ես սովորել եմ տրակտոր վարել, նախքան ճիշտ գրել սովորելը։ Շքեղություններ չկային, բայց ես սկզբունքներ ունեի։ Հայրս միշտ ասում էր. մարդը գնահատվում է իր խոսքով եւ նրանով, թե ինչպես է նա պահում իր ընտանիքը։ Այս դասը ուղեկցել է ինձ ամբողջ կյանքում։ Ես շնորհակալ եմ այս ալիքին իմ հոգին բացելու եւ ինձ հետ կատարվածը կիսվելու հնարավորության համար։ Ձեզ համար, ովքեր հիմա լսում եք ինձ, ես մեկ բան եմ խնդրում։ Եթե այս պատմությունը հուզել է ձեզ, բաժանորդագրվեք ալիքին եւ մեկնաբանություններում թողեք, թե որ երկրից եք լսում։ Ամեն օր այստեղ լսվում են ձեզ եւ ինձ նման մարդկանց իրական պատմություններ։ Եվ ով գիտի, գուցե մի օր ձերը նույնպես պատմվի։ Երբեմն մենք չափազանց շատ բան ենք պահում մեր սրտերում եւ պետք է բարձրաձայնենք, հակառակ դեպքում կխեղդվենք կուտակվածից։ Ես կյանքիս 35 տարին անցկացրել եմ ծանր տեխնիկայի ղեկին, երկրի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում ճանապարհներ եւ կամուրջներ կառուցելով։ Էքսկավատորներ, բուլդոզերներ, տրակտորներ, ասֆալտապատ մեքենաներ, ինչ էր որ դրվեր իմ առջև, ես աշխատանքի էի դնում։ Ես աշխատել եմ արևի տակ, որը այրում էր մաշկս, եւ անձրևի տակ, որը մինչև ոսկորներս թրջում էր ինձ։ Ես քնել եմ ժամանակավոր կացարաններում, ալյումինե ամաններից սառը հնդկածավար եմ կերել եւ ամիսներ շարունակ չեմ տեսել ընտանիքիս։ Ամեն ինչ յուրաքանչյուր կոպեկը տուն ուղարկելու եւ ընտանիքիս արժանապատիվ կյանքով ապահովելու համար։ Ես չեմ ամաչում այս զոհողություններից։ Ընդհակառակը, ես հպարտ էի յուրաքանչյուր ճանապարհով, որին օգնել եմ կառուցել։ Ես գիտեի, որ կապում եմ գյուղերը, միավորում ընտանիքները, մոտեցնում հնարավորությունները։ Կյանքը դաժան էր, այո, բայց իմաստալից։ Իմ կինը Նարան Ավասարդյանը մեր տան սիրտն էր։ Կին, որն ուներ ուժեղ բնավորություն եւ միևնույն ժամանակ անսահման քնքշություն։ Նա ղեկավարում էր տնային տնտեսությունը եւ մեծացնում մեր 3 երեխաներին՝ Ռոմանին, Արթուրին եւ Աննային։ Նա երբեք չէր բողոքում իմ երկարատև բացակայություններից։ Երբ ես վերադարձա 2 կամ 3 ամիս շինհրապարակներում անցկացնելուց հետո, նա ինձ դիմավորեց գրկախառնությամբ, որը ջնջեց հոգնածությունը, եւ համբույրով, որը հիշեցրեց, թե ինչու է արժե շարունակել պայքարելը։ Երեխաները վազեցին ինձ դիմավորելու, եւ չնայած մենք հարուստ չէինք, ես ինձ զգում էի ամենահաջողակ մարդը, ամուր ընտանիք ունենալով։ Ամեն դեպքում, այդպես էի մտածում այն ժամանակ։ Մանկուց Ռոմանը տարբերվում էր իր եղբորից եւ քրոջից։ Մինչ Արթուրն ու Աննան ուրախությամբ շտապում էին ինձ մոտ, նա ինձ հաշվենկատ հայացքով էր նայում ամեն անգամ, երբ ես աշխատանքից վերադառնում էի, կարծես գնահատելով իմ ջանքերի արժեքը։ Արդեն 12 տարեկանում նա հայտարարեց, որ չի ուզում ինձ նման աշխատող լինել, որ կսովորի եւ կդառնա կարևոր մեկը։ Ես սա համարում էի առողջ ձգտում, որ նա ձգտում է լավագույնին, եւ որպես հայր, ես նույնիսկ որոշակի հպարտություն էի զգում, բայց նրա տոնի մեջ կար ինչ-որ այլ բան։ Արհամարանք իմ կոշտացած, իուղոտ ձեռքերի նկատմամբ։ Կարծես իմ ջանքերը նրա համար ոչինչ չէին նշանակում, երբ նա դարձավ 18 տարեկան։ Ես նրան պարզ գրասենյակային աշխատանք գտա իմ ծանոթ շինարարական ընկերությունում, պարզ հնարավորություն նրա օգնականների համար։ Դա կարիերայի ազնիվ սկիզբ էր, բայց նա երբեք չգնահատեց այն։ Նա անընդհատ բողոքում էր, որ այդ աշխատանքը արժանի չէր իր նման մեկին։ Մի քանի տարվա ընթացքում նա ստացավ շինարարական տեխնիկի դիպլոմ եւ տեղափոխվեց ավելի լավ պաշտոնի։ Եվ այդ ժամանակ էր, որ մեր միջև ամեն ինչ սկսեց իսկապես վատանալ։ Ես շինհրապարակից տուն էի գալիս կեղտոտ, դիզելային վառելիքի հոտով, եւ իմ հագուստը դեմքին էր,
եւ նա ինձ դիմավորում էր զզվելի դեմքով։ Հայրիկ, չես կարող լվացվել նախքան ուտերումը ստելը, ասում էր նա իր եղբոր քրոջ եւ մոր ներկայությամբ։ Մեքենայի յուղի հոտը նյարդայնացնող էր։ Ես կուլ էի տալիս իմ վրդովմունքը եւ գնում էի լվացվելու։ Ոչ թե որովհետեւ ամաչում էի իմ աշխատանքից, այլ ընտանիքում վեճերից խուսափելու համար։ Ես կարծում էի, որ երիտասարդը կհասունանա եւ կհասկանա քրտնաջան աշխատանքի արժեքը, բայց սխալվում էի։ Տարիներն անցան եւ Ռոմանը ծաղկեց։ Նա բացեց իր սեփական շինարարական ընկերությունը, ամուսնացավ քաղաքաբնակ աղջկա հետ եւ ունեցավ 2 գեղեցիկ երեխա՝ Վազգենը եւ Սեդան։ Ես եւ Նարան դարձանք տատիկ-պապիկներ, միշտ պատրաստ օգնելու։ Մենք այցելում էինք նրանց ամեն շաբաթավերջ, նվերներ բերում, պատմություններ պատմում եւ խաղում Բաքու։ Մեր թորները պաշտում էին մեզ, գրկում էին մեզ այն մաքուր սիրով, որը միայն երեխաներն են տալիս։ Սրանք իմ ամենաերջանիկ պահերն էին։ Բայց Ռոմանին անհանգստացնում էր մեր մտերմությունը։ Դու պարտավոր չես ամեն շաբաթ գալ։ Երեխաներն ունեն իրենց սեփական զբաղմունքները։ Նրանք կարիք ունեն իրենց սեփական ժամանակի, ասաց նա։ Այնպես, կարծես տատիկ-պապիկների հետ ժամանակ անցկացնելը ժամանակի վատնում լիներ։ 5 տարի առաջ ես թոշակի անցա։ Մտածում էի, որ վերջապես կկարողանամ ավելի շատ ժամանակ անցկացնել կնոջս հետ, ավելի լավ հոգ տանել նրա մասին եւ ավելի մոտ լինել թորներիս։ Մեր թոշակը մեծ չէր, բայց բավարար էր համեստ կյանքի համար մեր փոքրիկ տանը Երևանից դուրս։ Գյուղում մենք բանջարանոց ունեինք, հավեր, նույնիսկ մի քանիկով։ Կյանքը պարզ էր, բայց մերը։ Ամեն ինչ կայուն էր թվում, մինչև Նարան սկսեց հիվանդանալ։ Ցավեր ամբողջ մարմնով, սարսափելի հոգնածություն, ախորժակի կորուստ։ Ես նրան տարա Երևանի հիվանդանոց եւ մեզ հայտնեցին մի լուր, որը կիսով չափ կոտրեց սիրտս։ Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ։ Վերջին փուլ։ Բժիշկներն ասացին, որ նա ունի կյանքի մի քանի ամիս։ Աշխարհը փլուզվեց աչքիս առաջ։ 45 տարիներ միասին։ Եվ հանկարծ նրանք ինձ դա ասում են։ Գրեթե ժամանակ չի մնացել։ Ես հսկում էի նրան օր ու գիշեր, տանում հիվանդանոց, քիմիաթերապիայի, պատրաստում էի սնունդ, որը նա կարող էր մարսել, տվեցի։ Դեղորայք, ժամ առ ժամ, Ռոմանը գրեթե չէր հայտնվում, միշտ զբաղված էր ընկերության գործերով։ Արթուրն ու Աննան ապրում են։ Հեռու նրանք գալիս էին, երբ կարող էին, բայց ես մոտակայքում ամեն րոպե, որովհետև ես խոստացել եմ, վշտի եւ ուրախության մեջ մինչև մահը։ Կբաժանի մեզ, եւ այդ առավոտ, մեր ամուսնության տարեդարձից 3 օր առաջ, Նարան հեռացավ, գնաց իմ գրկում։ Ես զգացի, որ հոգուս կեսը փոկվեց, ու հարկավորությունը տեղի ունեցավ 5-շաբթի օրը, որ դաժատ, անձրև, ինչպես երկնքի արցունքները։ Ռոմանը եկավ սև կոստյումով, մուգ գույնի, ակնոցներով, նա ինքն իրեն սրտացավ էր ձևացնում, բայց ես, նայելով նրան հասկացա, որ նրա գլխում արդեն այլ հաշվարկներ կան։ Այնտեղ է իմ վշտի մեջ, որ նա ցույց տվեց նրա իրական մտադրությունները։ Ռոմանն ինձ մոտ եկավ թաղումից հետո։ Հանդիսավոր հայացքով ամուր գրկեց ինձ, արցունքները նրա աչքերում, եւ ականջիս շշնջաց. Հայրիկ, ոչ մի բանի համար մի անհանգստացիր, ես խոստանում եմ, ես կհոգամ ամեն ինչի մասին։ Սկզբում մտածեցի, ինչ է ասում աջակցելու մասին։ Ես վշտի մեջ, որդու պես այնտեղ լինել, բայց ես շուտով հասկացա, թե ինչ է նշանակում այդ ամենը։ Նույն գիշեր նա ինձ տարավ, քաղաքի իր տուն, նստեցրեց իր հյուրասենյակում, մի թեյ լցրեց, որին նույնիսկ ձեռք չտվեց, եւ սառաձայնով ասաց. Դու արդեն ծեր ես, հայրիկ, դու չես կարող մենակ լինել, գյուղում վտանգավոր է, ավելի լավ է մնաս ինձ հետ, այստեղ ավելի ապահով կլինի։ Ես դեռ սեղված եմ Նարայի մահից։ Համաձայնեցի առանց վիճելու։ Երևի հոգու խորքում ես հույս ունեի, նա վերջապես ցույց է տալիս մարդասիրությունը։ Փոխնելով իմ տունը, իմ կենթանիներին, իմ հիշողություններ, եւ տեղափոխվեցի Ռոմանի տուն։ Բայց այս որոշումը սկիզբն էր, իմ կյանքի դառը շրջանը, առաջին օրերը, հանգիստ էր թվում։ Թորներս ինձ գրկախառնությամբ դիմավորեցին, խնդրեց պատմել քնելուց առաջ։ Վազգենն ուզում էր, որ տնկեր սովորեցնեմ։ Լոբի փոքր կաթսաներում, իսկ Սեդան խնդրեց ինձ երգել իմ կնոջ Նարայի երգած երգերը։ Ես զգացի, որ իմ ներկայությունը օգտակար էր նրանց համար, սակայն Ռոմանին եւ նրա կնոջը դա դուր չէր գալիս։ Ես նկատեցի նրանց դժգոհ հայացքները, նյարդայնացնող ժեստերը, երբ երեխաները վազեցին ինձ մոտ։ Մի օր կեսօրին լսեցի, թե ինչպես է նրա կինը խոհանոցում ասում. Ռոման, քո հայրը խանգարում է։ Մենք շատ տեղ չունենք, եւ երեխաները չափազանց շեղված են նրա պատճառով։ Որդիս պատասխանեց, չիմանալով, որ ես լսում եմ միջանցքից. հանգստացիր,
Դա ընդամենը ժամանակի հարց է։ Ես ամեն ինչ կկարգավորեմ։ Այդ ժամանակ ես չհասկացա, թե ինչ նկատի ուներ, բայց խոսքերը խրվեցին կրծքիս մեջ, ինչպես ասեղ։ Անցավ մի քանի շաբաթ, եւ նրանք սկսեցին պահանջել իմ փաստաթղթերը։ Ռոմանն ասաց, որ դա իմ հաշիվները կարգի բերելու համար է, եւ որ ես չանհանգստանամ։ Ես հոգնած էի, միտքս դեռ մթագնում էր վշտից։ Ես նրան տվեցի անձնագրիս, կենսաթոշակային վկայականի, նույնիսկ Երևանի մոտ գտնվող տան սեփականության վկայականների պատճենները։ Նա գոհունակությամբ ժպտաց եւ ասաց. «Մի անհանգստացիր, հայրիկ։ Ես ամեն ինչ կհոգամ քո բարօրության համար»։ Ես ուզում էի հավատալ նրան։ Նա ի վերջո իմ որդիս էր։ Ես կարծում էի, որ չնայած նրա թերություններին, պետք է որոշակի երախտագիտություն մնա այն տարիների համար, որ ես աշխատեցի, որպեսզի նա կարողանա սովորել եւ առաջ գնալ, բայց սխալվում էի։ Շուտով կյանքը դարձավ անտանելի։ Սկսվեցին ցավոտ մեկնաբանությունները։ Դու այլևս չես կարող հոգ տանել քո մասին։ Ես նախընտրում եմ կառավարել քո փողը։ Մի վատնիր այն անհեթեթությունների վրա, ծերուկ։ Ես գիտեմ, թե ինչ վրա գումար ծախսել։ Նա ինձ վերաբերվում էր այնպես, կարծես ես անգործունակ լինեի, կարծես ես այլևս ձայն չունեի իմ կյանքում։ Եվ ամենավատն այն էր, որ նա դա նույնիսկ ասաց իր թոռների առջև։ Ես տեսա, թե ինչպես Վազգենն ու Սեդան շփոթված նայում էին ինձ, չհասկանալով, թե ինչու էր իրենց հայրը այդպես խոսում իրենց պապիկի հետ։ Իրավիճակը վատանում էր ամեն օր։ Ինձ արգելվում էր խոհանոց մտնել, ասում էին, որ ես ամեն ինչ կեղտոտում եմ։ Հյուրասենյակում ես ստիպված էի նստել անկյունում, գրեթե աննկատ, որպեսզի չխանգարեմ։ Երբեմն ես ժամերով նայում էի պատուհանից դուրս, հիշելով գյուղի ժամանակները, խոնավ հողի հոտը, լուսաբացինա քաղաքների կանչը։ Հիշողությունները միակ բանն էին, որ ինձ պահում էր։ Մի կիրակի ճաշի ժամանակ Ռոմանը ձայնը բարձրացրեց բոլորի վրա։ Հայրիկ, դադարեցրու լցնել երեխաների գլուխները։ Գյուղական անհեթեթություն։ Նրանք գյուղացիներին ուսումնասիրելու կարիք չունեն։ Նրանք պետք է ձգտեն։ Ավելին, ես ոչինչ չասացի, բայց ներսում ինչ-որ բան կոտրվում էր։ Արդյոք նա իսկապես մոռացել է, որ դա նրա շնորհիվ էր։ Այդ գյուղը, նա հնարավորություն ուներ սովորելու, հաջողվելու իր գործում։ Աստիճանաբար սկսեցի տարօրինակ բաներ նկատել։ Բանկից ստացված նամակները։ Խոշոր դուրսբերումների մասին ծանուցումներ, որոնք ես թույլ չէի տվել։ Ռոմանը վերցրեց իմ փոստը ասելով. «Սրանք սովորական բաներ են»։ Երբ ես հարցրի, պատասխանեց չոր. «Ես գիտեմ, թե ինչ եմ անում, հայրիկ։ Վստահիր ինձ, բայց վստահությունը ամեն օր հալվում էր»։ Ես սկսեցի հասկանալ, թե ինչ կա իմ մեջքի հետևում։ Շատ մութ բան է պատրաստվում։ Մի գիշեր չկարողացա քնել։ Հյուրասենյակում խոսակցություն լսեցի։ Ռոմանը հեռախոսով խոսեց. «Այո, այսքանը գրանցված է իմ անունով։ Շուտով ամբողջովին իմը կլինի»։ Ողնաշարովս սարսուռ անցավ։ Լուր կանգնեցի եւ վերադարձա սենյակ։ Առաջին անգամ մտածեցի, որ իմ սեփական որդին ծրագրում է ինձ ամեն ինչից զրկել։ Այն, ինչ ես ձեռք եմ բերել իմ կյանքում։ Հաջորդ օրը որոշեցի խոսել նրա հետ։ Ուղիղ գտա նրան ճաշասենյակում եւ ասաց. «Ռոման, բացատրիր ինձ, թե ինչ է կատարվում։ Իմ հաշիվները»։ Նա ծիծաղեց արհամարանքով. «Դու արդեն չես կարող վերահսկել որևէ բան։ Այն ամենը, ինչ ունես, այժմ իմն է իմ ձեռքերում։ Այդպես ավելի լավ է»։ «Ինչպես է այն քո ձեռքերում»։ Հարցրի ես։ Կոշտուկ կոկորթումս։ Ճիշտ է, հիմա գյուղի տունը իմն է, հաշիվները, ամեն ինչ։ Պարզապես մտածիր չհիվանդանալու մասին, քանի որ ամեն քեզ պահելը բավականաչափ դժվար եւ ծախսատար է։ Ես զգացի, որ հողը հեռանում է ոտքերս տակից։ Դա պարզապես արհամարանք չէր նրա բառերի մեջ։ Սա հաստատումն էր, որ նա ինձ այլևս որպես հայր չի տեսնում, այլ բեռ է տեսնում։ Այդ պահից սկսած կյանքը նրա տանը վերածվել է դժոխքի, ինձնից ծնունդ են թաքցնում։ Բղավեում ինձ վրա, վարվում էին ինձ այնպես, ինչպես ես հին կահույքի հետ։ Ես փորձեցի հանգստություն պահպանել հանուն թոռներս, բայց ամեն օր դառնում էր։ Ավելի պարզ է, թե ոնց է ուզում Ռոմանը ինձանից ազատվել, եւ ուրբաթ առավոտյան նախաճաշի ժամանակ նա ինձ ուղղակիորեն ասաց. «Սա, դու այլևս չես կարող այստեղ մնալ։ Ես գտել եմ մի տեղ, որտեղ քեզ համար ավելի լավ կլինի։ Վաղը ես քեզ կտանեմ այնտեղ»։ Որտեղ, սարսափով հարցրի ես։ Տուն քաղաքից դուրս, դու այնտեղ ոչ մեկին չես անհանգստացնի։ Ես հասկացա, որ նա պատրաստվում էր դեն նետել ինձ։ Այդ գիշեր ես չքնեցի։ Անընդհատ մտածում էի, թե ինչպես կարող է որդին այդքան հեռու գնալ։ Ես հիշում էի Նարային, նրա քնքշությունը, նրա ժպիտը, եւ զգում էի, որ նա ինձ ուժ էր տալիս այնտեղից, որտեղ նա հիմա էր։ Ես ինքս ինձ խոստացա, որ այլևս թույլ չեմ տա, որ ինձ նվաստացնեն։
Ես պետք է ինչ-որ բան անեի։ Լուսաբացին Ռոմանը մոտեցավ մեքենային, բռնեց ձեռքս և չոր ձայնով ասաց. «Գնանք, պապ, ժամանակն է»։ Եվ հենց այդ պահին սկսվեց այս պատմության ամենամութ մասը, որը հավերժ կհիշեցներ ինձ։ Ռոմանը լուր վարում էր, ես նստած էի առջևի նստատեղին, նայելով թե ինչպես է քաղաքը ետ մնում, և լանդշաֆտը գնալով ավելի ու ավելի լքվում։ Լռությունն այնքան խիտ էր, որ միակ ձայնը շարժիչի ձայնն էր, ինչպես սրտի բաբախյունը մահապատժից առաջ։ Փորձեցի խոսել, հասկանալ, թե ուր են տանում ինձ։ «Ռոման, ուր ենք գնում»։ «Կտեսնես, հայրիկ, սա հանգիստ վայր է, այնտեղ քեզ ոչինչ չի անհանգստացնի», պատասխանեց նա առանց ինձ նայելու։ Նրա ասածի ձևը սարսրեց արյունս։ Նրա ձայնում որդիական մտահոգություն չկար։ Դա պարզապես բեռը բեռնաթափող տղամարդու ձայն էր։ Ճանապարհորդությունը տևեց գրեթե 2 ժամ։ Վերջապես նա կանգ առավ մի տան առջև, որն ավելի շատ ավերակների էր նման։ Ներկը քերծվում էր, դարպասը ժանգոտած, խոնավության հոտը թափանցելի էր նույնիսկ դրսից։ Ռոմանն առաջինը դուրս եկավ մեքենայից, բացեց իմ դուռը և ժեստ արեց, որ դուրս գան։ «Ահա մենք, այստեղ ավելի լավ կլինի քեզ համար»։ Ես կասկածներ ունեի։ «Ահա Ռոման, իսկապես ուզում ես ինձ այստեղ թողնել»։ «Այո, պապ, այստեղ ավելի անվտանգ կլինես։ Ես այլևս չեմ կարող քեզ պահել, հասկանում ես»։ Նա ասաց դա այնպիսի սառնությամբ, որ խոցեց ինձ։ Նա բեռնախցիկից վերցրեց իմ իրերով լի մի փոքրիկ պայուսակ, դրեց գետնին և առանց ավելորդ խոսքերի վերադարձավ մեքենա։ Մինչ շարժիչը միացնելը նա ավելացրեց. «Մի փնտրիր ինձ, մի զանգիր ինձ, ընդունիր, որ սա քո տեղն է հիմա»։ Եվ նա հեռացավ, փոշիով պատելով ինձ կեղտոտ ճանապարհով գնալիս, մինչ ես կանգնած էի այնտեղ, սրտով կոտրված։ Ես մտա տուն և հանդիպեցի խոնավ պատերի, կոտրված պատուհանների և լռության, որից ականջներս զնգաց։ Կահույք գրեթե չկար, միայն անկյունում նետված հին ներքնակ։ Կարծես նա ինձ թողել էր կենդանի գերեզմանում մահանալու։ Առաջին մի քանի օրերը սարսափելի էին, գրեթե ուտելիք չկար։ Ես քայլեցի մինչև մոտակա գյուղը, գրպանումս մնացած քիչ գումարով հաց կամ պահածոներ գնելու։ Քիչ էի քնում, որովհետև այդ տան յուրաքանչյուր շրշյուն ստիպում էր ինձ մտածել, որ տանիքը փլվելու է։ Վաղ առավոտյան ժամերի ցուրտը խոցում էր ոսկորներս, և մեկից ավելի անգամ մտածեցի, որ այստեղ կմեռնեմ, և ոչ ոք չի իմանա։ Բայց ամեն ինչ հանգիստ չէր։ Ցավի և զայրույթի խառնուրդ սկսեց աճել իմ մեջ, մորթիս ինձ աղբի պես վերաբերվելուց։ Զայրույթ թույլ տալով, որ սա չափազանց երկար տևի։ Նստած փոքրիկ կրակի մոտ, որը վառել էի տաքանալու համար, նայեցի ձեռքերիս, այդ նույն ձեռքերին, որոնք սպիներով էին պատված ամբողջ կյանքումս ցավ պատճառած սպիներով։ Ինքս ինձ հարցրի, թե ինչպես կարող է մեկը դրանք անօգուտ համարել, և հետո հասկացա, որ չեմ կարող հանձնվել։ Օրերը դանդաղ անցնում էին, բայց գլխումս մի ծրագիր սկսեց ձևավորվել։ Ես պետք է վերադարձնեի այն, ինչ իրավամբ իմն էր։ Ես պետք է Ռոմանին ցույց տայի, որ նա դեռ արժանապատիվ հայր ունի։ Ես սկսեցի ավելի հաճախ գնալ գյուղ։ Այնտեղ ես հանդիպեցի բարի մարդկանց, գյուղացիների և աշխատողների, որոնք ինձ ուտելիք էին առաջարկում և հարցնում, թե որտեղից եմ։ Ես երբեք ամբողջ ճշմարտությունը չասացի, բայց այս զրույցների ընթացքում ես մի փոքր հույս վերականգնեցի։ Մի օր ես հանդիպեցի իմ նախկին աշխատանքից իմ ծանոթ Գրիգոր Առաքելյանին, որն այժմ ապրում էր այդ տարածքում։ Նա զարմացավ տեսնելով ինձ և հարցրեց. «Ասա տուր, ինչ ես անում այստեղ»։ Ես կարծում էի, որ դու ապրում ես Երևանի մոտ գտնվող մի գյուղում քո կնոջ հետ։ Ես նայեցի ներքև և պատասխանեցի. «Նարան չկա, և որդիս որոշել է, որ սա իմ տունն է»։ Նա լռեց, ապա ձեռքը դրեց ուսիս։ «Դու դրան չես արժանի, եթե օգնության կարիք ունես, հույսդ դիր ինձ վրա»։ Այս խոսքերը ինձ ուժ տվեցին։ Ես այլևս այնքան մենակ չէի, որքան կարծում էի, մինչդեռ Ռոմանը նույնիսկ չզանգահարեց։ Ոչ մի հաղորդագրություն, ոչ մի այցելություն, կարծես նա ինձ ջնջել էր իր կյանքից։ Բայց ես գիտեի, որ շուտով թե ուշ կյանքը նրան դաս կտա։ Կյանքն ունի արդարությունը վերականգնելու տարօրինակ ձևեր։ Մի գիշեր, պառկած այդ խղճուկ ներքնակի վրա, լսեցի հեռավոր ակաղաղի կանչը և հիշեցի իմ Նարայինու գյուղը, իմ երեխաներին, երբ նրանք փոքր էին։ Արցունքս հոսեց այտիս վրայով, բայց ինքնազղջման մեջ ընկղմվելու փոխարեն ինքս ինձ ասացի. ես կկանգնեմ։ Ես թույլ չեմ տա, որ իմ պատմությունն այստեղ ավարտվի։ Բայց ես գիտեի, որ վաղ թե ուշ կյանքը նրան դաս կտա։ Կյանքն ունի արդարությունը վերականգնելու տարօրինակ ձևեր։ Մի գիշեր, այդ խղճուկ ներքնակի վրա պառկած, լսեցի հեռավոր ակաղաղի կանչը և հիշեցի իմ Նարու գյուղը, իմ երեխաներին, երբ նրանք փոքր էին։ Արցունքս հոսեց այտիս վրայով, բայց ինքնազղջման մեջ խեղդվելու փոխարեն ինքս ինձ ասացի. ես կվեր կենամ։
Ես թույլ չեմ տա, որ իմ պատմությունն այստեղ ավարտվի։ Հաջորդ օրը, տարիներ շարունակ չզգացած վճռականությամբ, վաղ արթնացա եւ սկսեցի ուսումնասիրել տարածքը։ Հենց այդ ժամանակ տան ետևով քայլելիս ես մի բան գտա, որը կփոխեր ամեն ինչ։ Մի քանի հին թփերի ետևում գրեթե բուսականությամբ թաքնված բյուրեղյա մաքուր ջրի աղբյուր էր ժայթքում։ Ջուրը հոսում էր հզոր, թարմ եւ առատ։ Ես իջա խմելու եւ զգացի, որ թարմությունը վերադարձնում է մտքիս պարզությունը։ Կանգնելով այս թաքնված գանձի առջև, ես հասկացա, որ ճակատագիրն ինձ մի հնարավորություն էր տվել, որի մասին ռոմանը նույնիսկ չէր պատկերացնում։ Եվ չնայած դեռ չգիտեի, թե ինչպես օգտագործեի սա, բայց համոզված էի, որ այս լքված վայրը կդառնա ոչ թե իմ գերեզմանը, այլ իմ վերածննդի վայրը։ Մինչդեռ ինչ-որ բան ինձ ասում էր, որ երբ ես սկսեմ ինձ հավաքել, ռոմանը կսկսի խնդիրներ ունենալ, որոնք նրան կվերադարձնեն ինձ մոտ։ Լքված տանը անցկացրած օրերը հավերժություն դարձան, բայց աստիճանաբար ես գտա գոյատևելու եղանակներ։ Ամեն առավոտ ես գնում էի աղբյուրի մոտ, այդ զարմանալի գտածոյի մոտ, որն ինձ հույս էր տալիս։ Ջուրն այնքան մաքուր եւ սառը էր, որ թվում էր, թե հողն ինքն է փորձում օգնել ինձ։ Կամաց սկսեցի կարգի բերել հողամասը։ Գյուղում մարդիկ ինձ մի քանի կարտոֆիլի եւ գազարի սերմեր տվեցին։ Իմ ձեռքերը, որոնք ռոմանը անօգուտ էր համարում, նորից բռնեցին բախը։ Յուրաքանչյուր ակոս, յուրաքանչյուր տնկված կարտոֆիլ դիմադրության դրսևորում էր ապացույց, որ ես դեռ չէի հանձնվել։ Մեքենավարի իմ հին հմտությունները չէին մոռացվել։ Ես կարողացա մի քանի ժամվա աշխատանքում նորոգել հարևանի կոտրված ջրհորն ու խողովակը։ Երախտագիտության նշանով նա ինձ համար բերեց ալյուրի պարկ եւ ապուրի մի տուփ։ Աստիճանաբար տեղի համայնքը դադարեց ինձ որպես օտարական ընկալել։ Գրիգոր Առաքելյանը, շինհրապարակներից իմ հին ընկերը, սկսեց պարբերաբար այցելել ինձ։ Նա ինձ համար շրջկենտրոնից թարմ թերթեր էր բերում, իսկ երբեմն իր կովերից միս կամ կաթ։ Մի օր, նստած իմ խարույկի մոտ, նա ասաց. «Ասա տուր, ես ճանաչում եմ մի փաստաբանի Երևանում։ Դու պետք է նրա հետ խոսես այս հողամասի մասին։ Գուցե ինչ-որ բան կարելի է անել»։ Ես դեռ չէի հասկանում, թե որքան մարգարեական կլինեին նրա խոսքերը, մինչդեռ սկսեցին ինձ հասնել ռոմանի մասին լուրերը։ Կանայք շշնջում էին գյուղի խանութում։ Ասում էին, որ քաղաքում շինարարական ընկերությունը սնանկացել է, որ սեփականատերը բանկին միլիոնավոր դրամներ է պարտք, որ իրավիճակը շատ վատ է։ Ես լսում էի այս զրույցները քարացած դեմքով, բայց ներսումս ինչ-որ բան խորտակվեց։ Հնարավոր է, որ սա իսկապես որդուս մասին լինի։ Արդյոք նրա հպարտությունն ու ագահությունը նրան կործանման են հասցրել։ Մի երեկո, երբ ես նորոգում էի տան մոտ գտնվող ցանկապատը, զանգեց իմ հին բջջային հեռախոսը։ Ռոմանի անունը հայտնվեց էկրանին։ 3 ամսվա ընթացքում առաջին անգամ։ Ես երկար ժամանակ նայում էի էկրանին, ձեռքերս դողում էին։ Վերջապես պատասխանեցի. «Լսում եմ»։ Գծի մյուս ծայրում լսվեցին լաց եւ խռպոտ ձայն։ «Հայրիկ, ես պետք է քեզ հետ խոսեմ»։ Սրանք առաջին խոսքերն էին, որ նա ասաց ինձ, քանի որ ինձ լքել էր ծեր շամ պես։ Ես լուր մնացի սպասելով, որ նա ավելին ասի։ Գործերը բարդացել էին, ընկերությունը սնանկության եզրին է։ Պարտատերերը պահանջում էին մարել պարտքը, իսկ ես չգիտեմ, ինչ պետք է անեմ։ Դու միշտ կարողացել ես դուրս գալ դժվար իրավիճակներից։ Օգնիր ինձ, խնդրում եմ։ Նրա ձայնում կար մի բան, որ տարիներ շարունակ չէի լսել։ Հուսահատություն, ոչ թե ամբարտավանություն, ոչ թե արհամարանք, այլ մաքուր, մանկական հուսահատություն։ Բայց ես հիշեցի յուրաքանչյուր նվաստացում, յուրաքանչյուր վիրավորանք։ Հիշեցի, թե ինչպես նա ինձ անպետք ծերունի անվանեց։ Ռոման, հանգիստ ասացի ես։ Մի քանի ամիս առաջ դու ինձ ասացիր, որ ես անպետք ծերունի եմ, որ ոչ ոքի պետք չեն իմ կոշտացած ձեռքերը, եւ հիմա դու նույն անարպետք ծերունուց օգնություն ես խնդրում։ Նա լռեց։ Լսելի էր միայն նրա ծանր շնչառությունը։ Գիտեմ, որ ես արժանի էի քո զայրույթին, բայց հայրիկ, եթե չօգնես, ես ամեն ինչ կկորցնեմ։ Տունը գրավադրված է, մեքենան նույնպես։ Երեխաները կարող են փողոցում հայտնվել։ Փողներից մասին հիշատակումը խոցեց սիրտս։ Վազգենն ու Սեդան ոչնչի համար մեղավոր չեն։ Բայց ես նաև չէի կարող թույլ տալ, որ Ռոմանը մտածի, որ կարող է ամբողջ կյանքն անցկացնել հորը նվաստացնելով, ապա դիմել նրան օգնության համար։ Կհանդիպենք վաղը, ասացի ես եւ անջատեցի հեռախոսը։ Այդ գիշերն անցկացրի առանց քնելու։ Ես գնացի աղբյուրի մոտ, լսեցի ջրի կաթիլները եւ մտածեցի, որ կյանքն իսկապես մեծ դասեր է տալիս։ Ռոմանը, որը կարծում էր, թե ինքն այդքան խելացի է, այդքան հաջողակ, հիմա խեղդվում էր պարտքերի մեջ։ Իսկ ես, որին նա աղբի պես դեն էր նետել, դանդաղ, բայց հաստատուն կերպով նորից արթնանում էի։ Հաջորդ օրը նա ժամանեց նույն սպիտակ մեքենայով։
Միայն թե հիմա այն կեղտոտ էր, ակի վրա քերծվածքներով։ Ռոմանը դուրս եկավ, հոգնած, ճմրթած վերնաշապիկով, աչքերը կարմրած անքնությունից։ Նրա նախկին վստահությունից ոչ մի հետք չէր մնացել, պապ, սկսեց նա, բայց ես բարձրացրի ձեռքս, կանգնեցնելով նրան։ Նախ, ասա ինձ ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը այն մասին, թե ինչ է կատարվում։ Եվ նա պատմեց, թե ինչպես է վարկ վերցրել իր բիզնեսը զարգացնելու համար, օգտագործելով իր ամբողջ գույքը որպես գրավ, թե ինչպես է ներդրում կատարել էլիտար բնակելի համալիրի կառուցման մեջ, որը երբեք չի կառուցել, թե ինչպես են ներդրողները դատական հայց ներկայացրել եւ ինչպես է բանկը պահանջել անհապաղ վերադարձնել 200 միլիոն դրամը։ Ռոմանը, որն իրեն այդքան խելացի, այդքան հաջողակ էր համարում, հիմա խեղդվում էր պարտքերի մեջ։ Եվ ես, որին նա աղբի պես դեն էր նետել, դանդաղ, բայց հաստատուն կերպով վեր էի կենում։ 200 միլիոն դրամ, գումար, որը ես 10 կյանքում չէի վաստակի։ Իսկ ինչ ես ուզում ինձնից, հարցրի ես, նայելով նրա աչքերի մեջ։ Դու միշտ գիտեիր, թե ինչպես դուրս գալ դժվար իրավիճակներից։ Գուցե կա մի երգ, որը ես կորցնում եմ։ Ես ուզում էի ծիծաղել, ամիսներ առաջ նա ինձ համարում էր թույլ մտածողությամբ ծերունի, անկարող կառավարել իմ սեփական փողերը։ Իսկ հիմա խորհուրդ էր հարցնում։ Բայց ծիծաղի փոխարեն ես զգացի տարօրինակ հանգստություն։ Կարծես ամեն ինչ կատարվում էր, ինչ որ մեծ ծրագրի մաս լիներ։ Ռոման, դու դեռ ժամանակ ունես մինչև դատավարությունը։ 1 ամիս, առավելագույնը 1.5 ամիս։ Լավ։ Հիմա ուշադիր լսիր ինձ։ Երբևէ լսել ես, որ այս տան տակ գտնվող հողը կարող է ինչ-որ բան արժենալ։ Նա զարմացած նայեց ինձ։ Ինչ հող։ Ոչ ոք չի ուզում այս հողամասը։ Ես միտումնավոր ընտրեցի ամենաէժան տեղը։ Այդ ժամանակ ես հասկացա, որ ճակատագիրն իսկապես իրոնիկ է։ Ռոմանը ինձ նետում էր անապատ, չգիտակցելով, որ հենց այս հողը կդառնար իր փրկության բանալին։ Ես քեզ ինչ-որ բան ցույց կտամ։ Ես նրան տարա աղբյուրի մոտ, ափերիս մեջ մի քիչ ջուր վերցրի եւ թույլ տվեցի փորձել։ Նրա աչքերը զարմանքից լայնացան։ Այս բյուրեղյա մաքուր ջուրը որտեղից է եկել։ Այս բնական աղբյուրը հավանաբար հոսում է հարյուրավոր տարիներ։ Եվ գիտեք ինչ, անցյալ շաբաթ շրջկենտրոնից մի մարդ եկավ այստեղ։ Նա ասաց, որ այս ջուրը 1 տոննա ոսկի է արժենում, որ շշալցված ջրից կարելի է բիզնես սկսել։ Դա ճիշտ էր։ Գրիգոր Առաքելյանն իսկապես բերել էր մի ձեռնարկատիրոջ, որը հետաքրքրված էր աղբյուրով։ Ճիշտ է, այն ժամանակ ես լիովին չէի հասկանում հնարավորությունների մասշտաբները։ Ռոմանը կանգնած էր այնտեղ, ապշած։ Ես տեսա, թե ինչպես է նրա գործարար հմտությունը սկսում արթնանալ։ Նրա միտքը վազվզում էր, բայց հողը գրանցված չէ քեզ վրա։ Հենց այդպես, եւ այստեղ է, որ սկսվում է զվարճանքը։ Ես շարունակեցի դիտելով, թե ինչպես են դոլարի նշանները լուսավորվում Ռոմանի աչքերում։ Գրիգոր Առաքելյանը ինձ ծանոթացրեց երևանցի մի փաստաբանի հետ։ Գևորգ Երվանդյանը ինձ համար կարևոր բան բացատրեց այս հողի մասին։ Ռոմանը շունչը պահած լսում էր։ Տարիների ընթացքում առաջին անգամ նա ուշադիր լսում էր իմ յուրաքանչյուր խոսքը։ Պարզվում է, որ այս հողամասը գրանցված սեփականատեր չունի։ Տունը կառուցվել է դեռևս 1970-ականներին։ Սեփականատերերը վաղուց մահացել են, եւ ժառանգներ դեռ չեն ներկայացել։ Ըստ Հայաստանի օրենսդրության, եթե ես կարողանամ ապացուցել, որ ապրում եմ այստեղ, մշակում եմ հողը եւ բարելավում եմ այն, կարող եմ դատարանի միջոցով գրանցել իմ սեփականության իրավունքը։ Որքան ժամանակ կտևի այս գործընթացը, հարցրեց Ռոմանը։ Եվ ես կարող էի տեսնել, որ նրա գործնական միտքն արդեն հաշվարկում էր տարբերակները։ Գևորգ Երվանդյանն ասում է. 1 կամ 8 ամիս, բայց կա 1 նախազգուշացում։ Նա լռեց, վայելելով, թե ինչպես է որդիս լսում իմ յուրաքանչյուր խոսքը։ Նույն որդիս, որը մի քանի ամիս առաջ ինձ անխետք ծերունի էր անվանում։ Ինձ գումար է պետք իրավաբանական ծախսերի, հողաչափության եւ թղթաբանության համար, մոտ 5 միլիոն դրամ։ Ռոմանի դեմքը մռայլվեց։ Հայրիկ, ես հիմա ավելորդ կանխիկ գումար չունեմ։ Ասացի, որ ամեն ինչ գրավադրված է։ Գիտեմ, բայց ես առաջարկ ունեմ։ Ես նստեցի աղբյուրի կողքին գտնվող ժամանակավոր նստարանին եւ ժեստ տալեցի նրան նստել կողքիս։ Ուշադիր լսիր։ Դու ներդրում ես կատարում այս հողատարածքը իմ անունով գրանցելու համար։ Երբ ամեն ինչ պատրաստ լինի, ես հողամասը կվաճառեմ աղբյուրով հետաքրքրված ընկերությանը։ Գևորգ Երվանդյանն արդեն հարցումներ է կատարել։ Բնական աղբյուրներով նման հողամասերը վաճառվում են 300-400 միլիոն դրամով։ Ռոմանի աչքերը լայնացան։ 300-400 միլիոն։ Դա բավարար է քո պարտքերը մարելու եւ դեռ մինչեւ կյանքի վերջ ախրելու համար։ Բայց կա մեկ պայման։ Դու հրապարակավ ներողություն կխնդրես ինձնից, քո երեխաների եւ կնոջ առջև։
քո արած ամեն ինչի համար, եւ խոստանում ես այլևս երբեք ինձ հետ անպետք ծերունու պես չվարվել։ Ռոմանը լուր էր, տեսնելով իր մեջ հպարտության եւ հուսահատության միջև պատերազմը։ Հուսահատությունը հաղթում էր, եւ եւս մեկ պայման ավելացրի ես։ Մինչ փաստաթղթերը մշակվում են, դու ինձնից ոչ մի կոպեկ չես ստանում։ Գումարը գալիս է հողամասի վաճառքից հետո։ Սա կանխավճար չէ, այլ ներդրում մեր հարաբերություններում։ Եվ եթե ինչ-որ բան այնպես չգնա, եթե հողը չգրանցվի կամ գնորդ չգտնվի, ապա դու կկորցնես 5 միլիոն։ Իսկ ես այստեղ կապրեմ մինչև կյանքիս վերջը։ Բայց գիտես ինչ, Ռոման, ես այլևս չեմ վախենում։ Միայն այս ամիսներն են ինձ սովորեցրել անկախ լինել։ Բայց դու անպայման փողոցում կհայտնվես առանց այս փողի։ Նա վեր կացավ եւ ուղղվեց դեպի տուն։ Մտածիր այդ մասին մինչև վաղը։ Եթե համաձայնես իմ պայմաններին, մենք կխոսենք փաստաբանի հետ։ Եթե ոչ, այլևս այստեղ մի արի։ Հայրիկ, սպասիր, կանչեց նա ինձ։ Նա շրջվեց։ Ռոմանը նստած էր գլուխը կախ, ուսերը դողում էին։ Ես համաձայն եմ ամեն ինչի հետ։ Միայն օգնիր ինձ։ Այդ ժամանակ ես զգացի, որ արդարությունն իսկապես գոյություն ունի։ Որդին, որը ինձ աղբի պես դեն նետեց, հիմա օգնություն է խնդրում նույն անարժեք ծերունուց։ Լավ, վաղը բեր փողը, եւ մենք կգնանք Գևորգի մոտ։ Բայց հիշիր, սա վերջին հնարավորությունն է, որ ես քեզ տալիս եմ։ Այդ գիշեր ես երկար նստեցի աղբյուրի մոտ, լսելով ջրի կչկչումը։ Նորա, եթե ինձ վերևից տեսնես, իմացիր, որ ամուսինդ չի կոտրվել։ Քո ամուսինը սովորել է կռվելու նոր ձև։ Ռոմանն այսօր առավոտյան ժամանեց փողով լի ճամպրուկով, հավանաբար տոկոսով վերցրել էր այն ինչ-որ մեկից կամ վաճառել էր ինչ-որ արժեքավոր բան։ Ես չհարցրի։ Մենք գնացինք Երևան, փաստաբանի մոտ։ Գևորգ Երվանդյանը պարզվեց մոտ 40 տարեկան տղամարդ։ Ուշադիր աչքերով եւ պրոֆեսիոնալ վարվելակերպով նա լսեց մեր իրավիճակը եւ գլխով արեց։ Սա բնորոշ դեպք է հայկականի համար։ Լքված հողամասերը, չգրանցված սեփականության վկայականներով, գլխացավանք են տևական ինքնակառավարման մարմինների համար։ Ասա տուր, եթե դուք իսկապես ապրում եք այնտեղ եւ բարելավում եք հողամասը, մենք բոլոր հնարավորություններն ունենք։ Ինչ պետք է անենք, հարցրի ես։ Նախ, մենք պատվիրում ենք հողաչափում եւ կադաստրային դրանցում։ Այնուհետև մենք հարևաններից եւ գյուղապետարանից հավաքում ենք վկայականներ, որոնք հաստատում են, որ դուք ապրում եւ գործունեություն եք ծավալում այնտեղ։ Դրանից հետո մենք դիմում ենք ներկայացնում սեփականության ճանաչման համար, ըստ շահութաբեր տիրապետման, որքան ժամանակ կպահանջվի, եթե ամեն ինչ հարթ ընթանա։ 6 ամիս, բայց կարող է ձգվել մինչև 1 տարի, եթե վարչակազմը արարքի կամ նախորդ սեփականատերերի ժառանգները հայտնվեն։ Ռոմանը նյարդային էր, եւ եթե ժառանգները հայտնվեն, ամեն ինչ ավելի կբարդանա։ Բայց դատելով իմ ուսումնասիրած փաստաթղթերից, տունը դատարկ է եղել ավելի քան 15 տարի։ Որևէ մեկի ներկայանալու հավանականությունը նվազագույն էր։ Մենք ստորագրեցինք իրավաբանական ծառայությունների պայմանագիր եւ սկսվեց երկարատև բյուրոկրատական գործընթաց։ Հաջորդ ամիսները դարձան ինձ համար տարօրինակ երջանկության շրջան։ Ամեն օր բերում էր փոքրիկ հաղթանակներ։ Կադաստրային ինժեները ժամանեց եւ հաստատեց, որ հողամասն իսկապես գրանցված սեփականատեր չունի։ Հարևանները վկայեցին, որ ինձ այնտեղ տեսել են գարնանից, որ ես լանդշաֆտային ձևավորում էի անում տարածքը։ Ռոմանը, սակայն, կտրուկ չէր փոխվել։ Իհարկե նա դեռ սկսեց ամեն շաբաթ այցելել, մթերք բերել, իսկ երբեմն նույնիսկ օգնել տա շուրջը։ Թորներս նույնպես սկսեցին գալ նրա հետ։ Վազգենը եւ Սեդան ուրախ էր տեսնել պապիկին, հարցրեցին աղբյուրի մասին եւ օգնեցին այգում։ Պապիկ, մի օր ինձ ասաց Սեդան. Ինչու հայրիկն ասաց, որ դու ծերանոցում ես ապրել։ Ես նայեցի Ռոմանին։ Նա կարմրեց եւ հայացքը շրջեց։ Հայրիկը սխալվում էր, սիրելիս։ Պապիկն ապրում է իր սեփական տանը եւ շատ ուրախ է դրա համար։ 4 ամիս անց եկավ երկար սպասված դատարանի որոշումը։ 12 հեկտար հողամասը, տնով եւ օժանդակ շինություններով, ճանաչվեց որպես իմ սեփականություն։ Այդ օրը Ռոմանը երկար տարիների ընթացքում առաջին անգամ գրկեց ինձ, ամուր, անկեղծորեն։ Ներիր ինձ ամեն ինչի համար։ Ես հիմար էի։ Գիտեմ, պատասխանեցի ես։ Բայց հիմա դու իմ որդին ես։ Մեկ շաբաթ անց մեզ այցելեցին Աղյուրի ջուր ընկերության ներկայացուցիչները։ Նրանց առաջարկածը գերազանցեց իմ բոլոր սպասելիքները։ Ընկերության տնօրեն Գերեգին Քերոփյանը, մոտ 50 տարեկան մի տղամարդ, ով գործարարական հմտություն ուներ, բայց բարի աչքերով ուշադիր զննեց աղբյուրը, վերցրեց ջրի նմուշներ եւ գոհունակությամբ գլխով արեց։ Ասատուր իսկապես եզակի աղբյուր է։ Ջուրը համապատասխանում է ամենաբարձր կատեգորիայի խմելու ջուր արտադրելու բոլոր պահանջներին։ Մենք պատրաստ ենք ձեզ առաջարկել 2 տարբերակ։ Ռոմանը նստեց իմ կողքին, նյարդայնորեն խաղում էր մատներով։ Պարտքերը կախված էին նրա վրա։
Առաջին տարբերակ, մենք հողամասը կգնենք անմիջապես 350 միլիոն դրամով։ Երկրորդ, մենք կկնքենք երկարաժամկետ վարձակալության պայմանագիր 50 տարով, ամսական 10 միլիոն դրամ վճարումներով, գումարած շրջանառության որոշակի տոկոս։ 350 միլիոն դրամ։ Գումար, որը ես նույնիսկ չէի կարող պատկերացնել։ Ռոմանը գունատվեց։ Այս գումարը բավարար կլիներ ոչ միայն նրա պարտքերը մարելու, այլև ամբողջ ընտանիքի համար երկար տարիներ հարմարավետ գոյություն ապահովելու համար։ Մեզ ժամանակ է պետք մտածելու, ասացի ես։ Իհարկե, ահա իմ կոնտակտային տվյալները։ Մեկ շաբաթից պատասխան եմ սպասում։ Երբ ընկերության ներկայացուցիչները հեռացան, Ռոմանը բռնեց ձեռքերս։ Հայրիկ, հասկանում ես, թե սա ինչ է նշանակում։ 350 միլիոն։ Մենք կարող ենք մարել մեր բոլոր պարտքերը, նոր տուն գնել։ Երեխաները կկարողանան սովորել լավագույն համալսարաններում։ Հասկացա, հանգիստ պատասխանեցի ես։ Բայց նախ մենք պետք է ինչ-որ բան քննարկենք։ Մենք նստեցինք աղբյուրի մոտ գտնվող նստարանին։ Ջրի շշուկը հանգստացնում էր։ Ռոման, հիշում ես, թե ինչ պայման դրեցի։ Ինչ էր դա։ Թեև նրա դեմքից պարզ էր, որ նա հիանալի հիշում էր։ Դու պետք է հրապարակավ երեխաների եւ կնոջ առջև ինձանից ներողություն խնդրիր իր արած ամեն ինչի համար։ Նա գլուխը կախեց։ Հայրիկ, բայց մենք համաձայնեցինք, որ դու ներողություն կխնդրես, եւ դու միայն ասացիր. «Ներիր ինձ անցողիկ»։ Դա նույնը չէ։ Ռոմանը երկար ժամանակ լուռ էր։ Հպարտության եւ անհրաժեշտության միջև պայքարը տեսանելի էր նրա դեմքին։ Լավ, վերջապես ասաց նա, ես վաղը կգամ ընտանիքիս հետ։ Հաջորդ օրը Ռոմանի մեքենան մոտեցավ իմ տանը։ Նա, նրա կինը Սաթենիկը եւ իմ սիրելի թոռները Վազգենս ու Սեդաս դուրս եկան։ Երեխաները, ինչպես միշտ, անմիջապես վազեցին ինձ մոտ ուրախ ճիչերով։ Պապիկ, ճիշտ է, որ դու հիմա հարուստ ես, հարցրեց Վազգենը։ Պապիկը միշտ հարուստ է եղել, պատասխանեցի ես, գրկելով նրանց։ Հարուստ թոռներով, հարուստ փորձով, հարուստ արժանապատվությամբ։ Սաթենիկը, որը նախկինում դժվար էր տանել իմ գյուղական պարզությունը, հիմա հարգանքով նայեց ինձ։ Փողը մարդկանց վերաբերմունքը փոխելու ունակություն ունի։ Հայրիկ, սկսեց Ռոմանը, հավաքելով իր համարձակությունը։ Ես ուզում եմ բոլորի առջև կարևոր բան ասել։ Երեխաները լռեցին, զգալով պահի լրջությունը։ Ես վատ որդի էի։ Ես մոռացել էի, որ իմ ունեցած ամեն ինչ քո զոհողությունների շնորհիվ է։ Դու աշխատել ես անձրևի ու ձյան տակ, չես կերել կամ քնել բավականաչափ, որպեսզի ինձ կրթություն եւ հնարավորություններ տաս, եւ ես քեզ արհամարանքով եմ վճարել։ Նրա ձայնը դողաց, եւ ես տեսա, թե ինչպես են արցունքները լցվում նրա աչքերում։ Ես քեզ անվանեցի անպետք ծերունի։ Ես քեզ լքեցի այս լքված տանը, ինչպես շուն։ Ես գողացա քո փողերը, դավաճանեցի քո վստահությունը։ Ներիր ինձ, հայրիկ, ներիր ինձ ամեն ինչի համար։ Նա ծնկի իջավ իմ առջև, արցունքները հոսում էին այտերից։ Ես արժանի չեմ կոչվել քո որդի, բայց խնդրում եմ, տուր ինձ հնարավորություն հաղթահարելու։ Վազգենն ու Սեդան զարմացած նայեցին հորը։ Սաթենիկը լաց էր լինում։ Ես Ռոմանին բարձրացրի ծնկներից եւ ամուր գրկեցի նրան։ Որդիս, իհարկե ներում եմ քեզ, որովհետև դու իմ արյունն ես եւ որովհետև սխալը ընդունելու կարողությունը իսկական տղամարդ դառնալու առաջին քայլն է։ Այդ օրը մենք երկար նստեցինք աղբյուրի մոտ, խոսելով կյանքի, ապագայի ծրագրերի մասին։ Երեխաները խաղում էին այգում։ Սաթենիկն օգնեց ինձ ընթրիք պատրաստել։ Երկար տարիների ընթացքում առաջին անգամ ես զգացի, որ իսկական ընտանիք ունեմ։ 3 օր անց զանգահարեցի Գարեգին Քերոփյանին եւ հայտնեցի իմ որոշումը։ Ես ընդունում եմ երկրորդ տարբերակը, վարձավճար, բայց այն պայմանով, որ ամսական վճարումների 1/3-ը ուղղվի բարեգործական նպատակներով տարածքի ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին։ Հիանալի որոշում, ասա տուր։ Կարծում եմ սա հրաշալի համագործակցության սկիզբ կլինի։ Ռոմանը սկզբում չհասկացավ։ Հայրիկ, բայց գնելը մեզ անմիջապես ավելի շատ գումար կտար։ Որդիս, մենք մի քանի տարվա ընթացքում կծախսեինք 35 միլիոն, իսկ ամսական 10 միլիոնը կայուն եկամուտ է։ Բացի այդ, հողամասը դեռ մերն է։ Այն Վազգենի եւ Սեդայի ժառանգությունն է։ Նա գլխով արեց, եւ ես հասկացողություն տեսա նրա աչքերում։ Պայմանագիրը ստորագրվեց 1 շաբաթ անց։ Առաջին իսկ ամսում Ռոմանը կարողացավ մարել ամենածանր պարտքերը։ Դատավարությունը չեղյալ հայտարարվեց։ Ընկերությունը փրկվեց, բայց ամենակարևորը, մենք վերականգնեցինք մեր հարաբերությունները։ Ռոմանը սկսեց գալ ամեն շաբաթավերջ։ Երբեմն երեխաների հետ, երբեմն միայնակ։ Մենք աշխատում էինք այգում, ձկնորսություն անում գետում, խոսում կյանքի մասին։ Մի օր, պայմանագիրը ստորագրելուց 6 ամիս անց, Ռոմանը նստած էր ինձ հետ աղբյուրի մոտ եւ ասաց. «Հայրիկ, ես մի բան հասկացա։ Դու հարստացար,
ոչ թե այս աղբյուրի շնորհիվ։ Դու միշտ հարուստ էիր հոգով, պատվով, արժանապատվությամբ։ Ես պարզապես չէի կարողանում տեսնել դա։ Իսկ հիմա դուք կարող եք։ Ես սովորում եմ ամեն օր։ Այդ տարի ես նշեցի իմ 75-րդ տարեդարձը։ Տոնակատարությանը եկան ոչ միայն Ռոմանն ու նրա ընտանիքը, այլև Արթուրն ու Աննան, իմ կրտսեր երեխաները։ Մենք թեյ խմեցինք աղբյուրի մոտ, երեխաները վազվզում էին այգում ծիծաղելով։ Նառա, մտածեցի ես, նայելով աստղերին։ Մեր ընտանիքը կրկին միասին է։ Եվ ինձ թվաց, թե աստղերը աչքով արեցին։ Այսօր ես 77 տարեկան եմ։ Ամեն առավոտ ես արթնանում եմ իմ տանը, գնում աղբյուրի մոտ, լվանում դեմքս մաքուր ջրով եւ շնորհակալություն եմ հայտնում կյանքին դասերի համար։ Ռոմանը վերականգնել է հաջողակ բիզնեսը, բայց հիմա դա ազնիվ, արդար բիզնես է։ Նա պարբերաբար օգնում է մարդկանց, նրանց, ովքեր հայտնվել են դժվարին իրավիճակում։ Նա ասում է, որ սա իր մեղքերը քավելու ձևն է։ Վազգենն ու Սեդան մեծանում են եւ դառնում խելացի երեխաներ։ Նրանք գիտեն աշխատանքի արժեքը, հարգում են իրենց մեծերին եւ հասկանում, որ ընտանիքը ամենամեծ գանձն է։ Ես ուզում եմ ասել ձեզ, ովքեր հենց հիմա լսում եք այս պատմությունը, երբեք մի հանձնվեք։ Կյանքը կարող է ձեզ նետել ամենացածր կետը, բայց եթե պահպանեք ձեր արժանապատվությունը եւ հավատը արդարության նկատմամբ, այն ձեզ կբարձրացնի ավելի բարձր, քան կարող եք երբևէ երազել։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին եւ մեկնաբանություն թողնել այն մասին, թե որ երկրից եք լսում։ Այստեղ ամեն օր լսվում են իրական մարդկանց իրական պատմություններ։ Եվ հիշեք, նույնիսկ ամենամութ գիշերում միշտ կան աստղեր։ Երբեմն կյանքը շատ բան է խլում մեզանից, բայց դրա դիմաց մեզ տալիս է այն, ինչ մենք չէինք սպասում։ Գլխավորը կարողանալ տեսնել սա։ Ես Ասատուր Պատկանյանն եմ, եւ սա իմ պատմությունն էր։ Պատմություն այն մասին, թե ինչպես է արդարությունը, թեև ոչ անմիջապես, միշտ գտնում իր ճանապարհը դեպի նրանց, ովքեր արժանի են դրան։